Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բանել ես ասեմ, մեկ էլ կխնդրե ես ղեկավարությանը, այս հիմա որ պոստավիկները պահում են, թող իրանց աշխատավարձն մի քիչ բարձրացնեն։ Ասում են ատեստավորում թող անցնեն ու կբարձրանա։ Չէ, ոչ մի բարձրացում էլ չկա, սաղ էլ ատեստավորումը անցել են, հետո մարդիկ ընդ առանց քուն, առանց բանի, իջնում են պոստերից, ստանում են 147,000 դրամ։ Իսկ այն մնացածը, ովքեր հիմա պարեկներում են աշխատում, ոչ մի բան չեն անում, ստանում են 5-ից 600,000 դրամ աշխատավարձ։ Ես ինքս մարդ գիտեմ, ինձ շատ հարազատ մարդ է, ամեն օր իր հետ եմ, ինքը իջնում է դիրքերից, ասում անդե ոնց է, ինչա, ոչ մի բան էլ հարմարավետ չի այնտեղ։ Ու իջնում է ստանում է 147,000 դրամ, տանջվածք, մրոտ, այդքան բան է։ Դե գիտեք, նաև ասում են, այ եթե այս փոփոխությունները արվեն եւ ով կարող է վճարի, ով չի կարողանում գնա, այդ դեպքում նաև այն գնացողների աշխատավարձը կբարձրանա։ Չէ, դա չի բարձրանա, դա արդեն այս քանի տարի է, որ բարձրացնեն, շուտ են հիմա բարձրացրել։ Չկա այդպես բան։ Մարդիկ իջնում են պոստերից տանջված, ջարդված, մրոտ, քնելու տեղ չկա անդե, պահում են դիրքերը, իջնում են, ստանում են 150-ից 147,000 դրամ, այն մնացածները, ովքեր, ասենք, տունը նստած են պարեկները կամ նստեն դե պահկվելով, ստանում են ամսական 500,000 դրամ փող։ Ես համաձայն չեմ այդ օրենքի հետ։